Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն էր Ադրբեջանին։ Այս թեմայի շուրջ մենք այսօր զրուցելու ենք Ազգային ժողովի պատգամավոր, ելք դաշինքի անդամ, քաղաքացիական պայմանագրի անդամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Փաշինյան, դուք այսօր ժամը 3-ին Հայաստանում Բելարուսի դեսպանատան առջև էիք բողոքի ակցիայով, թեպետև դեսպանը տանը չէր, մենք հետևում էինք ձեր ակցիային ուղիղ եթերով եւ ձեր ներկայացրած պահանջները կանչել այստեղից Հայաստանի դեսպանին Բելարուսից, փակել դեսպանատունը Ոչ թե փակել դեսպանատունը, այլ դադարեցնել մեր պահանջը դեսպանատունը դրանք մասնավոր տարածքներ չեն, դրանք դիվանագիտական հարաբերությունների ատրիբուտներ են եւ մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է Բելարուսի հետ հարաբերությունները սառեցնի եւ ընդհանրապես շատ կոշտ քաղաքական եւ դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերի տեղի ունեցածին, որովհետեւ կարծում եմ ես այսօր ազգային ժողովում էլ ասացի, որ այս արտահանձնումը իր քաղաքական նշանակությամբ շատ մոտ է, շատ նման է կամ համարժեք է նույնիսկ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման Ադրբեջանին եւ մենք պետք է ընդհանրապես այս ամենի հետ կապված այս իրավիճակը շատ լուրջ վերլուծության ենթարկենք տեսեք սա ուղղակի տեսեք էլի ասվում է որ խոսքի ազատության հետ կապված խնդիրը այո դա այդպես է ասվում է որ ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրը մարդու իրավունքների հետ կապված խնդիրը այո դա այդպես է բայց կա նաև շատ կարևոր հարց սա մեր անվտանգության եւ անվտանգության համակարգերի հետ կապված խնդիր է որովհետեւ տեսեք Բելարուսի այս քայլը ոչ մի կերպ չի տեղավորվում դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ Ես կարծում եմ, որ սա այս քայլը տեղի ունեցածը մեզ պետք է ստիպի, որ մենք ի վերջո բարձր ասենք, չնայած էլի ենք ասել, բայց ավելի կոնկրետ արձանագրենք, որ ասենք օրինակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելարուսը, Ղազախստանը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող իրավիճակներում ոչ միայն չեն պաշտպանելու Հայաստանին, այլև պաշտպանելու են Հայաստանի հակառակորդ եւ թշնամական հարաբերություններում գտնվող Ադրբեջանին։ Ի վերջո մենք շատ դեպքերում Ոչ թե շատ դեպքերում այս իրավիճակը պարզ է, որ մենք մեզ խաբում ենք, երբ որ գտնում ենք, որ ՀԱՊԿ-ն որպես այդպիսին պաշտպանելու է մեր անվտանգությունը եւ ըստ էության, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի ընթացքում տեսանք, մեր անվտանգությունը կառուցում ենք, այսպես ասած, կեղծ պնդումների եւ կամ կարելի է ասել անվտանգային փուչիկների վրա, ինչը շատ կոպիտ սխալ է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության կողմից, այդ կոմպոնենտում, անվտանգության կոմպոնենտում, որտեղ դերը 50-50 է եւ միանշանակ չէ Ռուսաստանն է, եթե Ռուսաստանի հետ մենք կարողանում ենք անվտանգության շատ կոնկրետ պայմանավորվածություններ ունենալ, ուրեմն մենք պետք է մտածենք այդ հարաբերություններում ուղիղ Ռուսաստանի հետ լինել, որովհետեւ այս պայմաններում Ռուսաստանը Բելարուսի, Ղազախստանի, մյուս երկրների գործոնները օգտագործում է ինքը նույնպես իր անվտանգային պարտավորություններից խուսափելու համար։ Այնպես որ այստեղ շատ գլոբալ խնդիր կա, բայց մեծ հաշվով մեզ համար պարզ է հետեւյալը, որ մենք պետք է մտածենք առաջին հերթին մեր պետության ներքին բովանդակության համակարգերի մեխանիզմների միջոցով մենք ինքներս մեր ինքնաբավ, ինքնիշխան անվտանգության համակարգ ունենալու մասին, եթե մենք այս ճանապարհով չգնացինք եւ շատ արագ տեմպերով մեր ռազմական արդյունաբերությունը չզարգացրինք, մենք մեր պետությունը դնում ենք արտաքին քմահաճույք, պետության գոյությունը դնում ենք արտաքին քմահաճույքի տակայում։ Պարոն Փաշինյան, տեսեք, Լապշինը եւ Ռուսաստանի, եւ Ուկրաինայի, եւ Իսրայելի քաղաքացի է։ Սակայն հաշվի առնելով թե ինչ թեմայի շուրջ է եղել իր գրառումը, իր, այդպես ասենք, ռեպորտաժը, եթե այդպես ասենք, բլոգերական աշխատանքը, մենք ենք թեման։ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ։ Ում դիվանագիտական պարտություններ սա ի վերջո, ով էր մեղավորը, որ այսպես տեղի ունեցավ, եթե ուղիղ փորձենք այդ հարցին պատասխանել։ Տեսեք, գիտեք, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, մեզ հարցերը հետաքրքրում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերի
համատեքստում։ Դուք պատկերացրեք հիմա օրինակ Ադրբեջանը Լապշինի գործը պարզ է, այդտեղ նույնիսկ կարծում եմ միջազգային հանրության համար էլ տարընթերցում չկա, որովհետև բլոկալանքի տակ գտնվող բլոգերը արդեն իսկ նոնսենս է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այստեղ նույնիսկ շատ բան բացատրելու չկա, բայց մենք պետք է հասկանանք, այս process-ը մենք պետք է շատ կոշտ ձևով կանգնեցնենք, որովհետև հաջորդ պահին, օրինակ Ղարաբաղի պատերազմի մասնակիցները Ադրբեջանի կողմից կարող են հայտարարվել, ասենք, հանցագործներ եւ ասենք ինչ Բելարուսը պետք է նրանց ձերբակալի եւ հանձնի Ադրբեջանին, այստեղ հարցեր կան եւ ընդհանրապես Հայաստանի պետականության կշռի հարցն է։ Այս սա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները չեն կարողանում նույնիսկ ԵՏՄ տարածքում Հայաստանի ասելիքի հեղինակության կշիռ ապահովել եւ սա ելի եմ ասում կապ չունի, սա առաջին հերթին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող խնդիր է։ Սա ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է գուցե նաև Իսրայելի հետ, բայց չմոռանանք, որ Իսրայելն էլ, Ռուսաստանն էլ Ադրբեջանին զենք մատակարարող երկրներ են, այնպես որ նրանք իրենց այդ ներքին առևտուրների մեջ մենք չգիտենք նրանց իրական եւ հրապարակային դիրքորոշումները ինչքանով են տարբերվում իրարից եւ մյուս կողմից ինչքան էլ Լապշինը ինչքան շատ երկրի քաղաքացիներ այնքան էլ ոչ մեկինը չի այդքանով, բայց ելի եմ ասում, սա մեզ հետաքրում է Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության տեսակետից եւ հենց անվտանգության, այո, մարդու իրավունքների խոսքի ազատության տեսակետից շատ կարեւոր եւ նույնպես հետաքրում է, բայց մեր պարագայում դա իր արձագանքը գտնում է անվտանգային հարցերի հետ կապված եւ մենք պետք է շատ բարձր արձանագրենք Բելարուսը մեզ դաշնակից չէ, ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ ռազմաքաղաքական իմաստով։ Ղազախստանը մեզ դաշնակից չէ, ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ ՀԱՊԿ-ի երկրների մեծ մասը, նույն ՄԱԿ-ում այդ խնդիրը բազմիցս արձանագրվել է։ Նրանք շատ բանաձևերի քվեարկում են ընդդեմ Հայաստանի եւ հօգուտ Ադրբեջանի։ Ռուսաստանի պարագան մենք պետք է ճշտենք հենց Ռուսաստանի հետ, որովհետև ՀԱՊԿ երկրները մեզ այս իրավիճակում նաև քառօրյա պատերազմը ցույց տվեց, նաև մեր սահմանային Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության ապահովման գործիք չէ։ Այսինքն սպասելի էր, այնպես չէ, որ հանկարծակի եղանք, անակնկալի եկանք, այսինքն սպասելի էր, որ այս պատմությունը նման հանգուցալուծում կստանա։ Դե գիտեք, միջև այս գուցե այս թեմաները ինչ որտեղ դիվանագիտական կամ տարընթերցումների, այսպես մանյովրների տեղ էին թողում, բայց այս իրադարձությունը ստիպում է մեզ բոլորիս իրերը ի վերջո կոչել իրենց անունով։ Այսօր մեր ստուդիայում էր Հայաստանի նախկին արտադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, այսպեսի մի միտք ինքը ասեց, որ ասեց այ հիմա այդ մասին չի խոսվում, որ Բելարուսը փորձում է այս իր քայլով նաև խառնվել հայ-ադրբեջանական կամ հետո շտկեցին Ղարաբաղ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ։ Այսինքն դուք եւս այստեղ նման վտանգներ տեսնում եք։ Եթե տեսեք ըստ էության, եթե հետ իմաստով ասենք, այս պատերազմում, իսկ մենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում ենք, Բելարուսը Հայաստանի նկատմամբ դավաճանական քայլ է արել, այսինքն ենթադրենք ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակիցն է համարվում, ռազմաքաղաքական դաշնակիցը եւ մեր հակառակորդի հետ հարաբերություններում ինքը անցել է հակառակորդի կողմը։ Այսինքն սա մոտավորապես նույնն է, թե պատերազմի ժամանակ ենթադրենք քո դաշնակիցը կռվի ժամանակ անցել է հակառակորդի կողմը։ Այսինքն այստեղ ուրիշ տարընթերցում չկա, բայց ոնց է լինում խառնվել, իհարկե այդպես է։ Եվ այստեղ պետք է ելի եմ ասում շատ լուրջ հակազդեցության միջոցներ գործադրվեն, բայց ընդհանրապես հատուկ գնահատականի պետք է արժանանա Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ ընդհանրապես իշխանությունների գործողությունները։ Նրանք ընդհանրապես ի վիճակի են Հայաստանի շահերը սպասարկել, թե ի վիճակի չեն։ Ես կներեք խիստ կասկածում եմ, որովհետև ամեն անգամ աշխարհաքաղաքական ամեն փուլից մենք դուրս ենք գալիս ինքնիշխանության եւ պետական արժանապատվության մի շատ մեծ ցավալի չափաբաժին կորստով եւ Հայաստանի հանրությունը պետք է կամք ունենա այս իրավիճակին արձանագրելու համար։
Հիմա որը պետք է արձագանքելու համար։ Հիմա որը պետք է լինի Հայաստանի իշխանությունների հաջորդ քայլը, մենք լսեցինք, որ խորհրդարանում միտք հնչեց, եթե չեմ սխալվում, Աղվան Վարդանյանը ասաց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստի ինչ-որ հայտարարություն, եւ եթե չեմ սխալվում, Լևոն Զուրաբյանը միացավ, ասաց, որ պետք է նաեւ խմբակցություններով ինչ-որ հայտարարություն Այո, դրանք, բայց այս ընթացքում իսկ իշխանություններ ավելի լուրջ է, այսպես այս ընթացքում մենք պետք է քաղաքական բովանդակություն ստեղծվի այս հարցի կապակցությամբ։ Եվ ելի եմ ասում, սա պետք է առիթ դառնա ՀԱՊԿ շրջանակներում մեր հարաբերությունները մի հատ ճշգրտելու համար, ով է ի վերջո ՀԱՊԿ շրջան։ Մենք ինչ ենք, ենթադրենք այս իրավիճակում, մենք ունենք շփման գիծ ճակատ եւ Բելարուսը քաղաքական առումով ըստ էության դե յուրե մեր թիկունքն է, Ղազախստանը մեր թիկունքն է։ Մենք ինչ ենք դավաճաններին դրել մեր թիկունքում, որ հետո էլ կորցնենք, ասենք, վայ, էլի հերթական անգամ մեզ դավաճանեցին։ Այո, Բելարուսը, Ղազախստանը, ՀԱՊԿ անդամները մեզ դավաճանելու են, եւ ես ասել եմ, որ 4-օրյա պատերազմը նաեւ չէր կարող տեղի չունենալ առանց Ռուսաստանի համաձայնության եւ աջակցության, մենք պետք է այս հարաբերություններում շատ հստակություն մտցնենք։ Ես ամենևին են կարծիքի չեմ, որ ասենք արևմուտքը շատ մտածում է մեր անվտանգության մասին։ Ես կարծում եմ, որ մեր անվտանգության մասին մենք ինքներս պետք է մտածենք։ Մենք այսօր ամենակարևոր խնդիրը պետք է հայության ամբողջ ներուժը ինտելեկտուալ, ֆինանսական, տնտեսական կենտրոնացնենք եւ Հայաստանում ստեղծենք իսկապես ռազմարդյունաբերական ռեալ համարին, որը մեր բանակին իրական մատակարարումներով կապահովի, մենք մեր զենքը, տեսեք, մենք բանը հասել է այնտեղ, որ մենք այսպես խայտառակություն է սա ուղղակի, հասկանում եք, մենք արձանագրում ենք, որ պաշտոնական մակարդակով իշխանություն շատ հանգիստ կանգնում, ասում է, գիտենք, մենք կործանիչ ավիացիա չունենք։ Եվ սա արսում ասեն շատ սովորական դեմքի արտահայտությամբ եւ սեպտեմբերի 21-ի զորահանդեսին որպես կործանիչ ավիացիա հանդես է գալիս Ռուսաստանի օդուժը։ Ասենք այդ Ռուսաստանի օդուժը Ռուսաստանի ղեկավարության հրամանով կարող է ցանկացած բայ պատտվել եւ գնալ իրենք կարող են խնդիրներ ունենալ, չէ՞։ Ի վերջո ոնց եղավ դարաշրջին։ Այդ երկրում խնդիրներ ծագեցին եւ նրանք ստիպված են իրենց խնդիրները լուծելու համար ամբողջ զորքը հետ քաշել։ Հետո ինչ է։ Ադրբեջանը զինվում է մինչև ատամները, հենց Հիմա ես ուզում եմ այդ կոնտեքստում ուրիշ հարցեր անդրադառնամ, հա, այս կոնտեքստում ընդհանրապես փոխզիջումների մասին խոսակցությունները մենք պետք է հասկանանք։ Այս ինչ խոսակցություն է փոխզիջման մասին։ Այսինքն բլոգերը, խաղաղ մարդը, որը իր մասնագիտական գործունեությունը կատարելու համար ճամփորդում է, գրում է Ղարաբաղ, գրում է պատմում է ինչ է տեղի ունենում, մարդիկ ապրում են, չեն ապրում, այնտեղ քաղաքակիրթ մարդիկ են, թե ահաբեկիչ են, պատմում է իրավիճակի մասին, եւ այդ մարդուն Ադրբեջանը քրեական գործ է հարուցում եւ հիմա զինված եւ դիմակավորված հատուկ ջոկատայիններով տանում են շոու են սարքում, Ադրբեջանը սա ինչ է անում, փոխզիջման համար է անում։ Փոխզիջումը շատ լավ բան է, բայց այն իրավիճակում ես կներեք, նրանք ովքեր այս իրավիճակում հաշվի չեն առնում, որ Ադրբեջանը 7 միլիարդ դոլարի զենք է գնել եւ շարունակում է գնել, նրանք հիմա մտածում են հակահրթիռային պաշտպանության համակարգ ունենալու մասին։ Այս պայմաններում ասենք խոսել, որ վայ հայ ժողովուրդ պիտի փոխզիջումների գնանք եւ այլն, նշանակում է Հայաստանը տանել կապիտուլյացիայի, ու ասենք իշխանությունը, որը Հայաստանը դատարկում է, Մյուս կողմից ասում է, թե ինքը Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար է աշխատում, դա սուտ է, որովհետև երկիրը դատարկող իշխանությունը երկիրը տանում է կապիտուլյացիայի, եւ մյուս կողմից ընդդիմությունից հնչում են ձայներ, որ վայ, խաղաղությունը լինի, փոխզիջում է, բոլորն են ուզում խաղաղություն, բայց եթե որևէ մեկը խաղաղություն ասելով նկատի ունի սա, իսկ այս վիճակում խաղաղություն ասելով նկատի այլ բան չի կարող ունենալ, դա պարտության Հայաստանը կապիտուլյացիա տանելու ճանապարհ է։ Ես իմ դիրքորոշումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը հստակ հայտնել եմ, քանի դեռ Ադրբեջանը այսպիսի գործելակերպ ունի, փոխզիջում բառը ընդհանրապես հայկական քաղաքական բառապաշարից պետք է արմատախիլ է։ Կարծում եք, որ այդ լապշինի դեպքը այսօրվա մեր քարոզարշավի ժամանակ այդտեղ խաղաքարտերից մեկը կլինի, որը նաև կխաղարկվի հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված։ Ընդհանրապես վերջին շրջանում այդ կոնտեքստը, այդ բանը հաճախ օգտագործում, որ
քարոզարշավ, խաղաքարտ, քարոզչական, չգիտեմ, ինչ որ բան։ Մենք այսօր ազգային ժողովում լսում ենք բոլոր պատգամավորների խոսքերը։ Ես ուզում եմ մենք քարոզարշավի ընթացքում, խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանդես ենք գալու քաղաքական բովանդակությամբ։ Մենք մարդկանց առաջարկելու ենք քաղաքական բովանդակություն։ Մենք չենք գնալու մարդկանց ձեթ, ալյուր, կաթի փոշի, սելիտրա, նավթ բաժանելու։ Մենք գնալու ենք մարդկանց քաղաքական բովանդակություն առաջարկելու։ Եվ մեր քաղաքական բովանդակությունը կապված է լինելու պետության ներքին կառուցվածքի, արտաքին քաղաքականության հետ, անվտանգության հետ, ընդհանրապես տնտեսության կազմակերպման հետ, եւ մարդիկ պետքա ընտրություն կատարեն ի վերջո։ Էլի եմ ասում, այո, մենք խորհրդարանական ընտրությունները մեր համար խնդիր է լցնել քաղաքական բովանդակությամբ։ Եվ վերջին շրջանում դուք գիտեք, որ ես խոսում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքի գույքագրման մասին եւ այլն, իբր որպես հակափաստար ասում են, դուք կարող եք ուզում եք այս նախընտրական քարոզարշավի շրջանում այդ բաները խոսակ, ասում, բա երբ պետքա խոսանք այս բաների մասին, եթե ոչ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բա ինչ անենք, տանենք մարդկանց, ասենք ենթադրենք բան բաժանենք, ինչ որ սելիտրա բաժանենք, մենք սելիտրա բաժանող քաղաքական ուժ չենք, մենք քաղաքական բովանդակություն բերող քաղաքական ուժ ենք, եւ մեր խնդիրն է քաղաքականությունը ի վերջո Հայաստանում քաղաքականացնել, որովհետեւ Հայաստանում ընտրությունը ասում են չքաղաքականացնենք, հիմա էլ Ադրբեջանն է ասում Լապշինի արտահանումը մի քաղաքականացրեք, ոչ մի բան քաղաքականությունը չքաղաքականացնենք, բա ինչը քաղաքականացնենք։ Այս Լարիսա Ալավերդյանն էր այսօր նաև մեր հյուրը, այսպեսի մի հետաքրքիր միտք արտահայտեց, ինքը հատկապես խոսում էինք այդ հայտարարությունների մասին, որտեղ դուք նաև ասեցիք ռուս-բելարուսական հարաբերությունների սառեցման մասով, ասես ներողություն եմ խնդրում, հայ-բելարուսական հարաբերությունների սառեցման մասին, ասես փաստորեն հայ-բելարուսական հարաբերությունները մնացել են ինչ որ խանութի մակարդակով, որովհետև մենք Հայաստանում ունենք հայ-բելարուսական խանութ, որը իհարկե պարզվում է, որ Բելարուսում կարծես թե չկա նույնը, իսկ ինչ լուրջ համագործակցություն մենք այսօր ունենք այդ ոլորտում։ Գիտեք, խոսքը առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների մասին է, եւ ելի եմ ասում, Բելարուսը ԵՏՄ-ի հիմնադիր անդամներից է եւ ԵՏՄ ինքը դե յուրե մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, եւ այսօր պետք է ասենք, որ այդ դաշնակիցը դե յուրե դաշնակիցը մեզ դե ֆակտո դավաճանել է։ Հիմա մենք պետք է հասկանանք, այս իրավիճակում ինչ ենք անում։ Առաջին քայլը մարդիկ պետք է հասկանան, որ սա չի կարող ներվել այս քայլը։ Սա այս քայլը պետք է համապատասխան հետևանքներ ունենա։ Ինչքան էլ եւ մենք պետք է բացի համապատասխան հետևանքներ ունենալը հայ-բելարուսական հարաբերություններում մենք պետք է նաև մեր ընդհանրապես անվտանգային կոնտեքստի շուրջ ավելի լուրջ մոտենանք, ավելի լուրջ մտածենք եւ անենք համապատասխան հետևություն։ Պարոն Փաշինյան, տեսեք, Բելարուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանն է մեծ հետ զրույցում ասել է, որ արտահանձնելը կանխել չի կարողացել ինքը համենայն դեպս միջամտել է, այդ դեմ չէ կարդամ իր խոսքից, ասել է, որ անգամ օրինակ է բերել տարիներ առաջ Հունգարիայում հայ-սպայի դաշնասպանության փաստն ու հետագայում Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը, սակայն իրեն ոչինչ չեն պատասխանել։ Մեր դեսպանը այս դեպքում ինչ անելիք ունի այնտեղ եւ մեր արտաքին գործերի նախարարությունը այս դեպքում ինչ պետք է անի մեր Բելարուսում գտնվող դեսպանի հետ։ Ընդհանրապես գիտեք, այդ արտահայտությունը շատ արդեն բացատրությունները շատ ծիծաղելի են այդ բացատրությունները, որովհետև եթե այս բանը տեղի անեցել, չէ, արտաքին գործերի նախարարությունն էլ ասում է, որ այդ դիվանագիտական աշխատանքը պարտադիր չի, որ Երևան հրապարակային լինի, դրանք ոչ հրապարակային մենք ջանքեր գործադրել ենք, փաստացի այդ ջանքերը տվել են այն արդյունքը, որ մենք այսօր ունենք։ Նույնն էլ Ռամիլ Սաֆարովի դեպքում էր եւ ըստ էության դա ցույց տվեց, որ հայկական դիվանագիտությունը չունի այն ազդեցությունը, հայկական պետականությունը չունի այն ազդեցությունը, որ կարողանա կանխել այս քայլերը, որոնք արդյունքում սպառնալիք են ստեղծում Հայաստանի անվտանգության համար, Ղարաբաղի անվտանգության համար։ Սա Ղարաբաղը մեկուսացնելու ուղղված քայլ է եւ այս քայլը տեղի է ունեցել փաստացի։ Ես հենց այդ եմ ասում, այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, քան թե Բելարուսում Հայաստանի Հանրապետության դեսպանը, այստեղ հայկական պետականության կշռի նրա հնարավորությունների մասին է եւ փաստ է, որ այսօր մեր պետականության հնարավորությունները
անընդհատ նվազում են եւ Հայաստանի իշխանությունները չունեն պատկերացում, թե ինչ է պետք անել այդ անիվը յետ պտտելու համար։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, թերևս դուք վաղ ազգային ժողովում եւս կհայտարարեք, թե ինչ նախաձեռնությամբ ի վերջո հանդես կգաք, արդյոք խմբակցությունների կողմից հայտարարություններ լինելու է թե ոչ, արդյոք դիմելու եք արտաքին հարաբերությունների հանձնաժողովին թե ոչ, կսպասենք արդեն իրադարձությունների զարգացմանը վաղը։ Շնորհակալություն, ես հայտնեմ, որ զրուցում էի ազգային ժողովի պատգամավոր ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շարունակենք ծրագիրը։